Ստորադասական է այն բարդ նախադասությունը, որի բաղադրիչ նախադասություններից մեկը կատարում է մյուսի որևէ անդամի դերը, այսինքն քերականորեն կախված է մյուս նախադասությունից։ Այդպիսի հարաբերությամբ կապված բաղադրիչ նախադասություններից մեկը ստորադաս նախադասությամբ արտահայտված անդամ ունեցողը կոչվում է գլխավոր կամ գերադաս, մյուսը երկրորդական կամ ստորադաս։ Գերադաս գլխավոր նախադասությունը կարող է լինել միակազմ, կանաչի վրա նստել միայն այնտեղ, որտեղ արգելող ցուցանակ չկա, երազներս որանցան։ Կապակցումը։ Ստորադասական նախադասության բաղադրիչները կապակցվում են ստորադասական շաղկապով կամ շաղկապական բառով, ինչպես նաև հարաբերյալով, շարահարությամբ, առանց շաղկապի կամ շաղկապի զեղչում։ Հարաբերյալը գլխավոր նախադասության այն ձևական անդամն է, որի բովանդակությունն արտահայտված է երկրորդական նախադասությամբ։ Հարաբերյալը նշում է ստորադաս նախադասության բնույթը։ Շաղկապներն ու շաղկապական բառերը սովորաբար լինում են երկրորդական նախադասության սկզբում, սակայն երբեմն կարող են միջադասվել նրան։ Օրինակ, պատերազմի անունը, որ լսում է, սարսափում է Նազարը։ Ստորադասական նախադասությանը բնորոշ է ստորադասական որոշ շաղկապների զեղչումը։ Զեղչվել կարող են որ շաղկապը, թե շաղկապը, եթե շաղկապը, ինչ շաղկապը, երբ շաղկապական բառը։ Դրանց զեղչման դեպքում երկրորդական նախադասությունը գլխավորից անջատվում է, ստորադաս կամ վերջադաս դիրքում բութով, միջադաս դիրքում սկզբից ստորակետով, վերջից բութով։